դասների կորուստների գնով, բայց հայ մնալու, արժանապատիվ լինելու եւ հայրենիք ունենալու ուղին։ Մենք սա հասկանանք եւ այստեղ ես չեմ զարմանում, որ իր կողմից սպառնալիքների այդ լեզուն շարունակվելու են, նորից եմ կրկնում, իրեն թվում է, թե դրանով ինքը ինչ-որ այսպես ուժեղ կամային կամ զիլ ղեկավարի դեր է կամ պատկեր է ստեղծում, բայց կարծում եմ, որ այսօր ժողովրդի մոտ դա լրիվ հակառակ տպավորություն է ստեղծում եւ ուղղակի նողկանքի աստիճանը ավելացնում է թե իր հանդեպ, թե իր խմբակի հանդեպ, որտեղ նրանք էլ պակաս չեն մնում այդ դրսևորումներից։ Շպիոններ որակելը։ Դե այդ առումով ես չեմ ուզում ոչինչ ասել, որովհետև կարծում եմ նախկինում մենք ունենք բացահայտված դրվագներ եւ դրա սլաքները կարծեմ հենց իշխանության ուղղությամբ են ուղղվում եւ այդ ինչպես բազմիցս նշել եմ քաղաքական հերձումը իշխանափոխությունից հետո շատ ավելի բացահայտ կդարձնի թե նրանցից ով ում սպասարկուն է եւ ում գործակալն է եւ կարծում եմ ոչ միայն մեկ երկրի, այլև մի քանի երկրների գործակալների հետ մենք կառնչվենք։